Ալիևը ասում է նաև, Ադրբեջանը Հայաստանին բեռնափոխադրման մեկ այլ տարանցում կտրամադրի։ Այս հայտարարություններ պետք է դիտարկել այս նախընտրական մթնոլորտում։ Ես կարծում այստեղ երկու հանգաման կա պետք է հաշվի առնել։ Տեսեք, որոշակի տրամաբանական խզում է առաջանում, երբ որ մի կողմից կա մոտեցում, որ Ադրբեջանի իշխանությունները ունեն շահագրգռվածություն գործող հայաստանյան իշխանությունների վերընտրման առումով, քանի որ քաղաքական գիծը եւ կոմֆորտը բնականաբար իրենց համար շատ ավելի այս դեպքում նախընտրել է, եւ երկրորդ կողմից կան Ալիևի ամբիցիաները 44-օրյա պատերազմից հետո որոշակի հայեցակարգային հայտարարություն արվեց Ալիևի կողմից, որի մոտապես կարճ միտքը հետեւյալն էր, որ Ադրբեջանը այլևս ռեգիոնալ տերություն է եւ մեր քաղաքականություն դրա շրջանակներում է ստեղծվում։ Հիմա դա դրանից Ադրբեջանը ռեգիոնալ տերության չի վերածվել, այսինքն դժվար է այն դիտարկել Թուրքիայի կամ Իրանի հետ հավասարների շարքում, բայց ամբիցիաների առումով Ալիևը բավականին առաջ է գնացել եւ այդ ամբիցիաները սպասարկելու տեսանկյունից նա չունի շատ ավելի այլ բաներ ներկայացնելու, քան դա Ղարաբաղյան գործոնը շահարկելն է եւ անընդհատ օգտագործելն իր, այսպես ասած, հաղթողի կարգավիճակի առումով։ Դրա համար այս տեսանկյունից մի կողմից Ադրբեջանում հրապարակային նաև անթակույց հայտնում է, որ իրանք կողմ են եւ իրանց համար շատ կարեւոր է գործող իշխանության վերընտրությունը, բայց նաև առիթը չեն էլ թաքցնում, առիթը չեն էլ կորցնում, բաց թողում, որպեսզի նաև հայտարարեն եւ ցույց տան իրենց այն ամբիցիաները, որոնք արտահայտվել եւ արտահայտվելու են։